Արմենիա նոր ավիաընկերությունը խոստանում է ապրիլի 21-ից կանոնավոր չվերթներ իրականացնել Ռուսաստանի Դաշնություն, Եվրոպական մի շարք երկրներ, Իսրայել։ Цены, которые мы опубликовали, что 49 евро будет нижняя цена, это, во-первых, за 2 месяца раньше, кто покупает билет, и это билеты будет особенность то, что обратно сдавать нельзя будет. Это раз. Второе, налоги, конечно, аэропортовские таксы и так далее в этом не учтены. Это чисто тариф. Իսկ օդանավակայանի ծառայությունների վճարը այսօր կազմում է 49 եվրո եւ կախված փոխարժեքից այն կարող է տատանվել։ Պարոն Գայաշվիլին վստահեցրեց իրենք ունեն մեծ ծրագրեր ու հավակնություններ, իսկ դրանք իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության իշխանությունների աջակցության կարիքն ունեն։ Руководство Армении должны помогать. Я больше вам скажу, что они должны любой компании Армении помочь. Вы для чего наняли их? Чтобы они сидели отдельно, а вы сидели отдельно? То есть с одной стороны улицы правительство стоит, с другой стороны народ, не так. Երկու շաբաթ առաջ ընկերությունը ստացել է շահագործման սերտիֆիկատ, սպասում են էկոնոմիկայի նախարարությունից թռիչքների իրականացման արտոնագրին։ Как только получим лицензии, мы готовы уже начинать открывать продажу. Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը ողջունելի է համարում նոր ավիափոխադրողի մուտքը, որը կբխի սպառողների շահերից եւ խոստանում է անհրաժեշտության դեպքում աջակցել։ Օրինակ արագ տրամադրել թույլտվություններ, նպաստել ինչ-որ խնդիրների արկայության դեպքում, ասենք նպաստել այդ խնդիրների լուծմանը, այսքանը։ Տուրիստական գործակալությունները եւ ոգևորված են եւ թերահավատ, արդյոք Արմենիա ավիաընկերությունը կկարողանա Հայաստանի Հանրապետության պայմաններում իրականացնել խոստումները։ Այն գները, որոնք իրենք այսօր հայտարարում են, բավականին ցածր։ Կասկածանք է մի քիչ բերում, որ մենք ընդհանրապես չենք կրկնի նախորդ 3 ավիաընկերությունների պատմությունը։ Տնտեսագետ Արտակ Մանուկյանը նախանշված ցածր գները համարում է մարքեթինգային քաղաքականություն եւ վկայակոչում է Aeroflot-ի դուստր ձեռնարկություն հանդիսացող Pobeda ռուսական ավիաընկերությանը, որը փետրվարին Ռուսաստանի կողմից ստացել է թույլտվություն Երևան չվերթներ իրականացնելու համար։ Օրինակ նույն իր ռազմավարության մեջ հիմա ենթադրենք, որ ինքը իրականացնում է Գերմանիա 999 ռուբլով իրականացնում է, որը որ մոտավորապես 15 եվրոյի կարգի է, բայց դա մենակ առաջի 20, այսպես ասած, ամրագրողների համար է։ Ըստ նրա, ցածր գնային քաղաքականություն վարող ընկերությունները ինչ որ առումով զոհաբերում են որակը։ Ուղեբեռի հետ կապված չափազանց կոշտ դիրքորոշումներ ունեն, այսինքն 10 կիլոգրամից ավել, այն էլ պետք է նույնիսկ ձեռքի, այսպես ասած, ուղեբեռը դա հանձնվի ըստ էության բագաժ, իսկ ինքնաթիռ կարելի է տեղափոխել միայն հստակ ամրագրված ցանկացած ժամերի օպերացիոն ծախսերը կրճատելու տեսանկյունից, նաև աշխատակիցների ավելի մեծ ծանրաբեռնվածություն, այսինքն նույն աշխատակիցը թռնում է մի քանի անգամ եւ մոտավորապես 5 անգամ ավելի շատ ուղևոր է սպասարկում, քան կսպասարկեր նորմալ մնացած պարագայում եւ օրինակ 24 ժամից 14 ժամը նրանք անցկացնում են չվերթների մեջ։ Արդեն ապրիլին Արմենիա ընկերությունը կունենա 3 Boeing ինքնաթիռ, իսկ տարեվերջին նրանց թիվը կհասնի 8-ի։ Օրվա մեջ պատրաստվում են իրականացնել նվազագույնը 2 չվերթ եւ բացառապես ցերեկային ժամերին։